Արդյոք կարևոր է վիրուսների տարբերակումը, թե բոլոր վիրուսների բուժումը նույնն է։ Շնչառական վիրուսները ունեն բուժման ընդհանուր սկզբունքներ եւ մոտեցումներ, սակայն շնչառական վիրուսները ընդունակ են առաջացնել բարդություններ։ Օրինակ, գրիպի հիմնական բարդություններն են հանդիսանում թոքաբորբը, օտիտը, կարող են լինել նևրոլոգիական բարդություններ, մենինգիտներ, մենինգոենցեֆալիտներ, սուր շնչառական դիստրես համախտանիշ, միոկարդիտ եւ այլն։ Կորոնավիրուսին, բացի վերաթերակված գանգատներից, բնորոշ են նաև արյան մակարդելության խախտումները, մասնավորապես բարձրանում է տրոմբոգոյացման ռիսկերը եւ առաջանում է երիկամների ախտահարում, որի հետևանքով կարող են լինել սուր երիկամային անբավարարություն։ Ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը ավելի հակված է բարդություններ եւ ծանր բարդություններ առաջացնել նորածնային հասակում։ Ուստի կարևոր է վիրուսի տարբերակումը, որպեսզի մենք կարողանանք սպეციფიկ նպատակային բուժում անցկացնել եւ կանխել բարդությունները։ Բացի այդ, ներկայումս լայն տարածում է ստացել մեր բնակության շրջանում, մասնավորապես գրիպի վիրուսը, H3N2 շրջատիպն է, այսպես կոչված հոնկոնգյան վիրուսը, որը հայտնի է որպես թռչնի գրիպի մի տարատեսակ, այն ընդունակ է բերել տարբեր քրոնիկ հիվանդությունների սրացման, մասնավորապես սիրտանոթային հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի անբավարարություն, հիպերտոնիկ հիվանդություն, բրոնխիալ ասթմա, թոքերի օբստրուկտիվ քրոնիկ հիվանդություններ, երեխաների մոտ կարող է բերել լարինգոտրախեիտների կեղծ կրոպի առաջացման, նպաստել նրանց սրացումներին։ Ուստի իհարկե, հատկապես թիրախային խմբերում վիրուսի տարբերակումը շատ կարևոր է։